Փորձագետները Թուրքիայի գլխավոր դիվանագետի վերջին հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են որակում։ Արտգործնախարար Հական Ֆիդանը խորհրդարանական հանձնաժողովում էր անդրադարձել իր ձևակերպմամբ Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանին։ Եթե մենք այս պահին կարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանի ձեռքից կվերցնենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ ամենամեծ պատճառը։ Դրա հետևանքով մենք տարածաշրջանում կարող ենք մնալ սառեցված պատերազմի հետ դեմ հանդիման։ Մենք դա չենք ուզում։ Ֆիդանի հայտարարությունից կարելի էր այնպիսի կարծիք կազմել, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացի։ Սա իհարկե քաղաքական մանիպուլյացիայի հարց է։ Հայաստանի համար իրապես կարևոր են թե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը, թե Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Թուրքիայի գլխավոր դիվանագետին այսպես է արձագանքում Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Armen Press-ին տված մեկնաբանությունում։ Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չէ։ Եվ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Պաշտոնական Երևանի արտգործնախարարի միջոցով պատասխանը շատ ավելի օբյեկտիվ կերպով ներկայացնում էր, հիմնավորում էր, թե ինչու է կարևոր հենց Թուրքիայի հետ կարգավորումը եւ որ դա բոլորովին հակառակ էֆեկտ է ունենալու, քան այն, ինչ հնչեցում է թուրքական կողմից։ Բայց կարևոր շեշտադրումը այստեղ այլ էր եւ այն էր, որ թե Թուրքիայի համար, թե Ադրբեջանի համար չափազանց կարևոր է ապաշրջափակման գործընթացը։ Ապաշրջափակման թեմայով Հական Ֆիդանի դիվանագիտական ձևակերպումներին ընդդիմադիր ու քրդամետ կուսակցությունների պատգամավորները ուղիղ հարցով էին ընդհատել, ինչ է անում Թուրքիան իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ։ Ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարը նկատել է, վերջնական համաձայնություն չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, Անկարան միայն նպաստում է այդ բանակցություններին։ Երբ մեզ քննադատում են Զանգեզուրի միջանցքի հարցում, տպավորություն է, թե դա մի հարց է, որ գտնվում է մեր ինքնիշխանության ներքո։ Ոչ, տարածքը Հայաստանում է, հավակնորդը Ադրբեջանը։ Մենք որպես միջնորդ ենք հանդես գալիս երկու կողմերի համար, քանի որ այդ ճանապարհը նաև մեզ է անհրաժեշտ։ Այսպիսի հայտարարություններով Թուրքիան փորձում է իրեն դուրս դնել պատասխանատվության տիրույթից, որը ձևակերպվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերով, նկատում է փորձագետն ու հավելում, այդ ճանապարհի գլխավոր շահառուներից մեկը հենց Թուրքիան է։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակում սահմանված թրիպուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով։ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Ֆիդանը արձագանքել է նաև Հայաստանի սահմանը բացելու հորդորներին, ընդգծելով, որ Անկարան դրան չի գնա, քանի որ այսպես կոչված միջանցքն ու Հայաստանի սահմանադրության հետ կապված հարցերը դուրս են մնացել Վաշինգտոնյան փաստաթղթերից, երբ դրանք լուծվեն, վերջնական խաղաղություն հաստատվի, սահմանի բացումը իրատեսական կդառնա։ Միջազգայինորեն ճանաչված բառապաշարով թրիփ ուղու կարգավորումների հարցն է չափազանց կարևոր, թե ինչպիսի իրավական լուծումներ կլինեն, ինչպիսի տնտեսական քաղաքական պայմանավորվածություններ կլինեն, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, կարծում որ Թուրքիան եւս այստեղ փորձել է որոշակի իր համար գոնե օգուտներ ստանալ Հայաստանի հետ բանակցություններում, գուցե արտոնյալ տարանցում կամ այլ, ես չգիտեմ նրանց նպատակների իհարկե զուտ կանխատեսում եմ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջիկայում կարևոր առաջընթացի մասին Հայաստանից հնչող հայտարարությունները մասնագետը իրատեսական է համարում, ակնկալում, որ գոնե հաջորդ տարեսկզբին դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կբացվի սահմանը։ Մինչ այդ հորդորում Ֆիդանի հայտարարությունները դիտարկել առավելապես ներքաղաքական կոնտեքստում, որպես սկզբունք ընդունելով հայտնի ասույթը՝ լեզուն տրված է դիվանագետին, որ թաքցնի իրական մտքերը։ Վոլոդիա Մուշեղյան, Էդգար Դավթյան, լուրեր։